Ջուրը քշեց ու տարավ 15,000 լարին։ Մի քանի մետր բարձրության և մի քանի մետր լայնության պատը վայրկյանների ընթացքում փլվեց ճնշումից։ Շաբաթը շուտ եկավ, քան ուրբաթը, նոր ռադիոկայանը ավելի վաղ 2024-ին էր զգուշացնում, որ տեղանքը, որտեղ կառուցվում է ջրամբարը, անբարենպաստ է։ Մեր զգուշացման կոչը հերթական անգամ անտեսվեց, և ահա 2025-ի մարտի 28-ին գետի ջուրը քշեց ու տարավ պատնեշը, պլաստմասե խողովակները և անգամ ամենախոշոր քարերը։ Այն կառուցվել էր 2024-ի հուլիսի սկզբին Եֆրեմովկա գյուղի խոշոր եղջերավոր անասունների համար, որպես ջուր խմելու տեղանք էր նախատեսված։ Կառուցման ընթացքում նոր ռադիոկայանը լուսաբանում էր և հայտնում, որ ջրամբարը մեծ վնաս կհասցնի Մադաթափա լճին, քանի որ գետակը ամեն գարուն հոսում և թափվում է լիճ, իսկ դրա դիմացը փակելով ջրամբարի մեջ կուտակված ջուրը կներծծվի գետնի տակ, այդտեղ առկա են ստորգետնյա ճեղքեր։ Առաջարկում ենք դիտել 2024 թվականի հուլիսի սկզբին նոր ռադիոկայանի պատրաստած նյութը, որը հրապարակվել էր ջրամբարի կառուցման ընթացքում։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղի և Խոջաբեկ թաղամասի խոշոր եղջերավոր անասունների համար արոտավայրերում կառուցվում են խմելու ջրի ջրամբարներ։ Մրցույթը հայտարարել է Նինոցմինդայի քաղաքապետարանը 35,000 լարիով։ Այն շահել է անհատ ձեռնարկատեր Ստյոպ Ամիրխանյանը 22,000 լարիի դիմաց, ով նշեց, որ աշխատանքները կատարում է մեծ թափով և անում է հնարավորը, որպեսզի ջրապատնեշը լինի ամուր։ Բայց արդյոք Նինոցմինդայի քաղաքապետարանը մրցույթը հայտարարելուց առաջ ուսումնասիրել էր տարածքն ու տեղանքը, քանի որ նոր ռադիոկայանի տեղեկություններով այնտեղ, որտեղ կառուցվում է ջրամբարը, տարածքը ջուրը քաշելու հատկություն ունի։ Ամենայն հավանականությամբ այդտեղ առկա են ստորգետնյա ճեղքեր։ Բացի այդ, գետակով, որով ձնհալի ջրերը գալիս և թափվում են Մադաթափա լիճ, այդ բնական գործընթացները տևում են ընդամենը մի քանի օր, իսկ տարվա մյուս բոլոր օրերին գետը ցամաքում է և կառուցվող ջրամբարի արդյունավետությունը դրվում է կասկածի տակ։ Ինչ վնաս կհասցվի առանց այդ էլ խեղճացած Մադաթափա լճին գետակի դեմը փակելով և ջրամբար կառուցելով, հարցեր, որոնք պատասխան չունեն, քանի որ Նինոցմինդայի քաղաքապետարան նոր ռադիոկայանի լրագրողների մուտքը արգելված է։ Այս մտահոգող հարցերը նաև ուղղեցինք Ստյոպ Ամիրխանյանին, ով ասաց, որ ուսումնասիրությունները իր պարտականությունների մեջ չեն մտնում։ Ինչ ճակատագրի կարժանանա 15,000 լարյանոց ջրամբարը, արդյոք այն մինչև վերջ կծառայի իր նպատակին։ Նոր ռադիոկայանը հետագայում կանդրադառնա այս խնդրին և կլուսաբանի ուսումնասիրելով ջրամբարի աշխատունակությունը։ Ջրամբարի ճակատագիրը արդեն պարզ է, այն նույնիսկ չհասցրեց ծառայել իր նպատակին։ Պատնեշը իսկապես ամուր էր, սակայն այստեղ անգամ բետոնե պատնեշն է անօգուտ։